Հանրապետություն կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը, ընտրողներին ներկայանալով քվեաթերթիկի 11-րդ համարով։ Քարոզարշավի հիմնական ուղերձներից է Հայաստանի անվտանգային եւ արտաքին քաղաքական կախվածությունների վերանայումը։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը քննադատել է այն ուժերին, որոնք նրա ձևակերպմամբ ռուսական քաղաքական գծի կողմնակից են եւ խոսում են հայաստան-ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին։ Նրա խոսքով հենց ռուսական միջնորդությամբ են ձևավորվել այն փաստաթղթային պայմանավորվածությունները, որոնք այսօր վտանգներ են ստեղծում Հայաստանի համար։ Այն ռուսական թևի կուսակցությունները, ովքեր խոսում են, չգիտեմ, 300,000 ադրբեջանցուց, ինչից, Ժորժ ջան, ադրբեջանցիների ընդհանրապես ով է Լեռնային Ղարաբաղ բերել։ Ռուս խաղապահները չէին, որ կանգնած էին այդ ադրբեջանցիներն եկան Ղարաբաղ։ Նախիջևան ով է ադրբեջանցիներին բերել։ Ռուսները միշտ թուրքերի հետ ախպեր են եղել։ Հայաստան ու Ադրբեջան թուրք բերել են միայն ռուսները։ Եվ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, ինչի ջատագովն են այդ բոլորը, այդ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, այդ 9-րդ կետը հենց նրա համար էր, որ Հայաստան թուրքեր բերեն։ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգերին, պնդելով, որ Ռուսաստանի հետ միասնական հոբ համակարգում գտնվելը սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները առաջադեմ սպառազինություն ձեռք բերելու հարցում։ Նրա գնահատմամբ հապկից եւ ռուսական անվտանգային կախվածությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է ավելի լայն գործակցություն ունենալ Արևմուտքի եւ այլ գործընկերների հետ, հատկապես ժամանակակից պաշտպանական համակարգերի ձեռքբերման ուղղությամբ։ Սիրելի ժողովուրդ, այսօրվա աշխարհում ամենապահանջարկվածը հակաօդային պաշտպանության սարքերն են, որոնք շատ լավերն ունի Իսրայելը, ունի Միացյալ Նահանգները, նաև ֆրանսիացիներն ունեն շատ լավը, եւ դրանք համարվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, եւ որևէ մեկը չի տա մեզ այդ տեխնոլոգիան, երբ որ մենք ռուսների հետ ենք։ Քաղաքական ուժը ընտրություններին մասնակցում է երեխաների համար, ապագայի համար, քեզ համար Հայաստան ուղերձով, հայտարարելով, որ ունի փորձառություն եւ կարող է երկրի խնդիրները բարձրացնել ազգային ժողովում եւ տալ իրատեսական լուծումներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։